մարզաձևեր, որոնցում հայերը երբեք չեն փայլել, այ օրինակ գոլֆը, բայց պարզվում է այստեղ էլ մերոնք ասելիք ունեն, հաջորդ զրուցակցից ասելիքը արդեն տեղ է հասնում։ Ժան Բեքիրյան, ֆրանսիահայ գոլֆիստ, DP World Tour միջազգային առաջնության ընտրական փուլերը անցած առաջին հայն է։ Ժան, գիտեմ ձեր հայկական անունը Հովանես է, ձեր նախնիներից մեկի անունով են ձեզ կոչել։ Այո, Հովանես անվան թարգմանությունն է։ Ինձ համար շատ կարևոր էր պահպանել նաև իմ անվան հայկական տարբերակը, որ ինձ Հովանես դիմեն, երբ Հայաստան գնամ։ Հաջորդ քայլս երևի թե պետք է լինի անձնագրում այդ անունը գրելը։ Իսկ ինչ գիտեք Բեկարյանների մասին, որտեղացի էին իրենք։ Նախնիներիս ընտանիքը Կոնստանդնուպոլսից էր։ Նրանք տեղափոխվել են Մարսել 130 տարի առաջ, ջարդերից անմիջապես հետո։ Ընտանիքը կորուստ ունեցել էր ցեղասպանության տարիներին։ Հարազատներից հաջողվել է փրկվել։ Մանրամասներից տեղյակ չեմ։ Ընտանիքիս բոլոր անդամները ծնվել են արդեն Ֆրանսիայում եւ այստեղ են անցկացրել իրենց ողջ կյանքը։ Եվ ես այս 130 տարվա ընթացքում իմ ընտանիքի առաջին անդամն եմ, ով վերադարձել է Հայաստան։ Գիտեմ, որ ընտանիքում սպորտը միշտ հարգված է եղել, ձեր հայրիկն էլ էր, չէ՞, կարծեմ մարզիչ։ Yes, my father was a big athlete. Այո, հայրիկս լուրջ մարզիկ էր, չեմպիոն էր մարզիչ դառնալուց առաջ։ Հայրիկս կարողացավ իմ մեջ զարգացնել սերը սպորտի հանդեպ։ Դա ինձ շատ օգնեց հետագայում գոլֆով զբաղվելիս։ Դե քանի որ հայրիկը գոլֆիստ էր, դուք արդեն ընտրելու տեղ չեք էլ ունեցել, թե նաև այլ սպորտ մարզաձևերով հետաքրքրվել զբաղվել եք մինչ այդ։ Հայրիկը զբաղվում էր ոչ թե գոլֆով, այլ Պրովանսում մի շատ տարածված մարզաձևով, որը կոչվում է պետանկ։ Այն ունի որոշ նմանություններ գոլֆի հետ, բայց կանոնները ուրիշ են։ Ես ինքս էլ եմ պետանկ խաղում, բայց գոլֆը ավելի շատ սիրեցի։ Երբ փոքր էի, հայրիկս ու մայրիկս ինձ հաճախ տանում էին գոլֆ խաղալու, ու ինձ դա շատ էր դուր գալիս։ Հետո 6 տարեկանից սկսեցի զբաղվել անգլիական բռնցքամարտով։ 10 տարի բոքս պարապեցի։ Շատ հաճելի սպորտաձև էր ինձ համար։ Այն ոչ միայն դրական ազդեցություն էր ունենում ֆիզիկական առողջության վրա, այլ նաև նպաստում էր ուղեղի լավ աշխատանքին։ Բռնցքամարտը ինձ շատ օգնեց գոլֆով զբաղվելիս։ Գոլֆում ես ինձ գտա ու պատրաստ եմ նվիրվել այդ մարզաձևին ամբողջովին։ Պրոֆեսիոնալ կարիերան Ժան Բեքիրյանը սկսել էր 2019 թվականին, երբ 16 տարեկան էր։ Արդեն 2 տարի անց մասնակցում էր միջազգային մրցաշարերի։ Նա լավագույն հնգյակի մեջ է մտել գոլֆի այդպիսի հեղինակավոր առաջնություններում, ինչպիսիք են Red Sea Egyptian Classic-ը, Golf Mada, Allegra Open-ը, Castanea Resort-ը։ Հաջողությամբ է հանդես եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Քաթարում, Միավորված Արաբական Էմիրություններում կայացած սպորտային ստուգատեսներին։ 2024-ին հաղթող է ճանաչվել Haugschlag Open միջազգային մրցաշարում։ Երկրորդ տեղն է զբաղեցրել Raiffeisen Pro Golf Tour-ում։ Չլինելով Ֆրանսիայի չեմպիոն, նա մի քանի անգամ տարբեր միջազգային մրցաշարերում դարձել է Ֆրանսիա ներկայացնողներից լավագույնը։ 2024-ին Ժանը ընդունեց Հայաստանի քաղաքացիությունն ու սկսեց հանդես գալ մեր երկրի դրոշի ներքո։ Անցնելով բոլոր քվալիֆիկացիոն փուլերը, շուտով նա 3-րդ անգամ հանդես կգա Դուբայում կայանալիք DP World Tour մրցաշարում, ուր կներկայացնի Հայաստանը 41 երկրի լավագույն խաղացողների հետ մի շարքում։ Բեքիրյանը պատրաստվում է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցելու հայտ ներկայացնել։ For Jean Bekirian, this for birdie to get to 2 under for the day. The 22-year-old recently changing his nationality to Armenia from France. Գոլֆով զբաղվում են նաև սեփական հաճույքի համար, բայց ձեր մեջ տեսել էին ի սկզբանե մարզիչները այն ռեսուրսը, որը հնարավորություն էր տալի հավատալ, որ դուք կարող եք ձեռքբերումների հասնել պրոֆեսիոնալ սպորտում։ You know, when you are young, Երբ պատանի էի գոլֆ էի խաղում պարզապես խաղը վայելելու համար, քան որ հայրիկս էր իմ մարզիչը, նա ամեն ինչ անում էր, որ տարիքիս համար համապատասխան լավ վիճակում լինեմ։ Նա դեմ չէր, որ ես կյանքում զբաղվեմ ինչով ուզում եմ, միայն թե այն պայմանով, որ շարունակելու եմ զարգացնել իմ գոլֆը։ Եվ երբ 12 տարեկան էի, նրան պատասխանեցի, որ որոշել եմ գոլֆով զբաղվել եւ չեմպիոն դառնալ։ Քանի որ այդ ժամանակ արդեն բավականին բարձր մակարդակի էի հասել գոլֆում, հայրիկս ինձ սկսեց
օգնել այդ ասպարեզում կայանալու հարցում։ Այդպես սկսեցի լուրջ զբաղվել գոլֆով, մասնակցել մրցումների եւ հաղթանակներ գրանցել։ 16 տարեկանում արդեն պրոֆեսիոնալ էի դարձել, շատ լավ արդյունքներ էի գրանցում։ Սպորտային կարիերայիս ընթացքում հաճախ դժվարություններ եմ ունեցել, սակայն դրանք ինձ երբեք չեն կանգնեցրել։ Երբեք չեմ մտածել սպորտը թողնելու մասին։ Իմ ունեցած արդյունքների շնորհիվ ես ձեռք բերեցի վստահություն եւ հասկացա, որ չեմ զղջում իմ կայացրած ոչ մի որոշման համար։ Այ ասացիք բարդ հանգրվաններ եք ունեցել կարիերայում։ Ինչ նկատի ունեիք, որոնք էին այդ բարդությունները։ Բախտը ոչ միշտ էր ինձ ժպտում խաղերի ժամանակ։ Լինում էին լավ ժամանակներ, հետո վատ ժամանակներ եւ այդպես շարունակ։ Մի շրջան քթիս հետ խնդիրներ սկսվեցին։ Գուցե ժամանակին բռնցքամարտով զբաղվելու հետևանքով ստիպված էի երկու վիրահատություն անցնել, ինչի պատճառով այդ տարվա խաղաշրջանը այդքան էլ հաջող չանցավ ինձ համար։ Իսկ դա հոգեպես դժվար է տանել։ Ժամանակ է պետք պարտությունները մարսելու, մոռանալու եւ առաջ շարժվելու վրա կենտրոնանալու համար։ Ինձ մոտ շատ բարդություններ են եղել, բայց ուրախ եմ, որ դրանք հաղթահարել եմ եւ հասել եմ այնտեղ, ուր հիմա եմ։ Հետաքրքիր է, բոքսը պես ագրեսիվ մարզաձև է, հա, գոլֆը հանդարտ, խաղաղ, ձեր բոքսային անցյալը արդյոք օգնում է այդ կամային ինչ որ բաներ դրսևորել, չհանձնվել, պայքարել մինչև վերջ, ագրեսիա ցուցաբերել բառի լավ իմաստով նաև գոլֆում։ Yes, of course, boxing in golf Այո, իհարկե, չնայած որ բռնցքամարտն ու գոլֆը շատ տարբեր սպորտաձևեր են, ես փորձել եմ կիրառել մեկի ռազմավարությունը մյուսի մեջ։ Գոլֆում պետք է ամպերատար եւ հանգիստ լինես եւ չպետք է որևէ ագրեսիա դրսևորես հակառակորդի հանդեպ, մինչդեռ բոքսում ճիշտ հակառակն է։ Գոլֆը նաեւ երկար տևողություն ունեցող խաղ է։ Բոքսի պես միանգամից չես տեսնում գործողությունների հետևանքը, բայց երկու դեպքում էլ կամք է պետք։ Ու այդ կամքը բոքսը շատ լավ է զարգացնում։ Ես փորձել եմ բոքսի շնորհիվ ձևավորված կամքը օգտագործել գոլֆ խաղալիս։ Ամեն խաղի ընթացքում նպատակադրված եմ հաղթելուն։ Կարող է թվալ, որ դա գուցե այդքան էլ լավ ռազմավարություն չէ, բայց այն ինձ օգնել է ամբողջ կյանքիս ընթացքում եւ վերջի վերջո հասցրել է այս կետին։ Կարծում եմ, որ կշարունակեմ այն կիրառել խաղիս մեջ։ Գոլֆն էլ իր հերթին օգնում է այլ գործերում, նաեւ կենցաղում։ Օգնում է պահպանել զգոնություն, լինել հանդարտ, չցուցաբերել անհամբերություն։ Գոլֆը հիանալի խաղ է։ Գոլֆը ամենաէլեգանտ ու միաժամանակ ինտելեկտուալ մարզաձևերից մեկն է համարվում։ Այն ֆիզիկական ակտիվություն ու ռազմավարական մտածողություն է պահանջում։ Խաղի պատմությունը սկսվում է 16-րդ դարի Շոտլանդիայում։ Հարյուրամյակներ անց գոլֆը դարձավ բազմաթիվ երկրների մշակույթի անբաժան մասը։ Գոլֆ խաղացողի նպատակն է հատուկ փայտի միջոցով նվազագույն հարվածներ կատարելով, որքան հնարավոր է շատ անգամ գնդակը գցել անցքի մեջ։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ հեշտ է, բայց իրականում այս գործում ճշգրիտ հաշվարկ է անհրաժեշտ ու նաև անծանոթ դաշտին ադապտացվելու ունակություն։ Բանն այն է, որ գոլֆի դաշտերի ռելիեֆն ու ձևը տարբերվում է։ Գործարար աշխարհում գոլֆը համարում են իդեալական հարթակ ոչ ֆորմալ շփման համար։ Այն կատակով անվանում են Facebook բիզնեսմենների համար։ Շատ հաճախ կարևոր ծանոթությունները ու խոշոր գործարքների մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվում հենց գոլֆի դաշտում։ Խաղի մթնոլորտը նպաստում է վստահությանն ու անկաշկանդ երկխոսությանը։ Գոլֆը գրավիչ է ոչ միայն խաղացողի, այլ նաև հանդիսատեսի համար։ Համաշխարհային մասշտաբի այդպիսի մրցաշարեր, ինչպիսիք են Masters-ը, Raider-ը ու PGA-ը, միլիոնավոր երկրպագուներ են հավաքում, դարձնելով գոլֆը իսկական շոու։ Ժան, իսկ հեշտ եք տանում պարտությունները։ Yes, Պարտությունները ինձ շատ բան են սովորեցրել։ Մի քիչ բարդ է բացատրել։ Երբ պրոֆեսիոնալ գոլֆով ես զբաղվում, ճանապարհորդում ես։ Դե դուք գիտեք, որ գոլֆը բավականին թանկարժեք մարզաձև է, քանի որ հավելյալ մարդկանց կեցությունը ապահովելը թանկ է, ես հաճախ լինում եմ առանց իմ մարզչի եւ բժշկական թիմի։ Նման դեպքերում, երբ լրիվ միայնակ եմ, պարտությունները ավելի ծանր է լինում տանել։ Այդ դեպքերում միակ բանը, որն ինձ օգնում է շեղվել, անդադար պարապելն է։ Այստեղ նույնպես առաջնորդվել եմ բռնցքամարտի հոգեբանությամբ եւ ամբողջ ուժերս ներդրել մարզանքների մեջ։ Այո, դուք էլ ասացիք, որ գոլֆը բավական թանկարժեք մարզաձև է, աքսեսուարներն են բավական թանկ, մարզիչներ, խորհրդատուներ, այդ ամենը բավական թանկ է։ Ինչպես եք այդ խնդիրը լուծում։
Խոսքս պրոֆեսիոնալ գոլֆի մասին էր։ Սիրողական գոլֆը ամենևին էլ թանկ զբաղմունք չէ։ Գոլֆ խաղալ ցանկացողների համար ամբողջ աշխարհում ակումբները հասանելի են։ Սակայն պրոֆեսիոնալ սպորտսմենի համար ծախսերը իսկապես շատ են։ Սկսած անհրաժեշտ պարագաների ձեռքբերման հարցերից վերջացրած օդանավի տոմսերի, հյուրանոցի եւ սննդի ապահովման հարցերով։ Որոշ դեպքերում հովանավոր գտնելու անհրաժեշտություն է լինում։ Իմ դեպքում օրինակ ընտանիքիս ֆինանսական հնարավորությունները այդքան էլ լավը չէին։ Մենք բավարար գումար ունեինք մեր կարիքները հոգալու համար, սակայն չէինք կարող թույլ տալ գումար ծախսել սպորտային կարիերայիս համար։ Հետագայում պատիվ ունեցա օգտվել Մարսելում գործող Villa Prism կառուցապատող ընկերության տնօրեն Ժան-Մարկ Սարգսյանի հովանավորչությունից։ Պրոֆեսիոնալ սպորտային կարիերայիս ընթացքում այդ ընկերությունը ինձ շատ է օգնել։ Առանց իր օգնության այն ամենը, ինչին ասել եմ, այսօր անհնարին կլիներ։ Ցավոք, գոլֆում առանց ֆինանսական օգնության առաջխաղացումը ուղղակի անհնար է։ Պարոն Սարգսյանը մեր հայրենակիցն է եւ արդյոք նշանակություն ուներ իր համար այն, որ դուք եք հայ, այսինքն որ նա հայի է համար է ճանապարհ բացում դեպի մեծ սպորտ։ I think not. I think Jean-Marc helped me. Չեմ կարծում, որ դա առաջնային նշանակություն ուներ պարոն Սարգսյանի համար։ Նա դարձավ իմ հովանավորը, քանի որ հավատաց իմ ապագային։ Մենք միշտ շատ լավ մտերիմ հարաբերություններ ենք ունեցել։ Ինձ համար կարծես երկրորդ հայր լիներ։ Ես էլ նրա համար երկրորդ որդի։ Բայց այն, որ ես հայ լինելով միջազգային մրցաշարերում Հայաստանի դրոշն եմ բարձրացնում ու փորձում եմ Հայաստանին օգնել, ինչով կարող եմ, գուցե նույնպես դեր խաղաց իր որոշման հարցում։ Կարծում եմ դա նրա համար նաև հպարտանալու առիթ էր։ Գիտեմ, որ ինձանից բացի աշխարհի տարբեր երկրներում գոլֆի ասպարեզում ուրիշ հայերել են հաջողությունների հասել, բայց նրանց մեծ մասը իրենց երկրների դրոշների ներքո են հանդես գալիս։ Բազմաթիվ սփյուռքահայեր ձեռքբերումների են հասել գոլֆում իրենց երկրներում։ Պրոֆեսիոնալ գոլֆիստ Սարգիս Մկրտչյանը ծնվել է ամերիկյան Իլինոյս նահանգում, շարունակել է իր սպորտային կարիերան Արիզոնայում։ Հաջողությամբ է հանդես եկել այդպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Gateway Tour-ն ու PGA Tour Qualifiers-ը։ Հայաստանի ազգային առաջնության կազմում է հանդես գալիս։ Ավստրալիուհի Էլիզաբեթ Էլմասյանը 2014 թվականին ներկայացնում էր իր երկիրը Նանգինում կայացած համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերում։ Նույն թվականին հաղթել էր Elby Whitesides մրցաշարում։ Ավստրալիայի ազգային հավաքականի խաղացող է եղել։ Մայր ցամաքի լավագույն 10 գոլֆիստուհիների շարքին է դասվել։ Արմեն Կիրակոսյանը մարզիչ է, 22 թվականին նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի գոլֆի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ։ Մինչ այդ մարզել է Արիզոնայի համալսարանի թիմը, որը իր ղեկավարությամբ ուսանողական ազգային ասոցիացիայի մրցաշարերում փայլուն արդյունքներ է արձանագրել։ Ֆրենկ Չիրքինյանը սպորտային մենեջեր էր, պրոդյուսեր ու մեկնաբան։ Իր ողջ կյանքը նվիրել էր գոլֆին ու դրա քարոզմանը։ Նա այնքան հայտնի էր, որ Քևին Քոստների նկարահանած ֆիլմերից մեկի հերոս էր դարձել։ Չիրքինյանը երկաթե գավաթ կինոդրամայում ինքը իր դերն էր կատարում։ Կալիֆոռնիայի Իրվին քաղաքում ծնված Անի Գուլուզյանը համատեղում է գոլֆը բռնցքամարտի հետ։ Երկու մարզաձևերում էլ ձեռքբերումների է հասել։ ԱՄՆ պատանիների առաջնությունում 9-րդ տեղն է զբաղեցրել։ Բրոնզ է նվաճել Rolex Tournament մրցաշարում։ Ժան, գոլֆը այսպես արիստոկրատիկ մարզաձևի համբավ ունի։ Արդյոք դա չի խանգարում գոլֆին վայելել ավելի մեծ ժողովրդականություն։ I grew up in a little city. Ես կասեի, որ ինձ հեշտ չէր ինտեգրվել այդպիսի միջավայր ունեցող սպորտաձևի մեջ։ Շրջապատս ամենևին էլ արիստոկրատական չէր։ Մեծացել եմ Մարսելի մի փոքր արվարձանում, որտեղ բակի բոլոր ընկերներս բռնցքամարտով էին զբաղվում։ Գոլֆը իրենց համար խորթ էր։ Ինձ իսկապես դժվար էր ընկերներիս բացատրել, որ բռնցքամարտը թողած գոլֆով եմ մտադիր զբաղվել։ Բայց ուրախ եմ, որ այդպիսի ճանապարհ եմ անցել։ Գոլֆի շուրջ շատ կարծրատիպեր կան։ Ուզում եմ դառնալ նրանցից մեկ, ով կկոտրի այդ կարծրատիպերը։ Որ հաղթանակն եք ձեզ համար ամենակարևորը համարում, որով եք ամենաշատը հպարտանում։ Every success in golf is Գոլֆում ամեն հաղթանակ մարզիկին շատ բարդ է տրվում, քանի որ այս սպորտաձևը ոչ թե մենամարտ է երկու մրցակիցների միջև, այլ մեծ տուգատես։ Գոլֆի մրցումները տևում են 4 օր։ Դրանց մասնակցում է մինչև 156 մարզիկ։ Այդ պատճառով մրցաշարում հաղթելը իրոք շատ մեծ ձեռքբերում է համարվում։
Իմ ունեցած հաղթանակները շատ սպասելի էին։ Մտքից գալիս է 2024 թվականի նոյեմբերին տեղի ունեցած մրցաշարը, որտեղ չնայած որ չեմ հաղթել, սակայն բարձր միավորներ հավաքելու շնորհիվ անցել եմ DP World Tour-ի, ստանալով գոլֆի առաջին եվրոպական կարգ։ Ընտանիքիս անդամները այնտեղ էին, երբ դա հայտարարեցին։ Շատ էին ուրախացել։ Ես ինքս շատ էի հուզվել, անհավատալի էր ուղղակի։ Նոր էի ստացել Հայաստանի քաղաքացիություն եւ դարձել պատմության մեջ առաջին հայը, ով մեր երկիր այդ հեղինակավոր առաջնությունում ներկայացնելու պատիվ է ունենալու։ Իսկապես զգում էի, որ Աստվածն ինձ հետ է այդ պահին։ Այնքան ուրախ էի, երևի կյանքիս ամենաերջանիկ պահն էր դա։ Ժան, սպորտը ձեզ համար մասնագիտություն է, թե դուք նաև այլ մասնագիտություն ունեք կամ միգուցե պատրաստվում եք ձեռք բերել։ Yes, of course. Գոլֆը այսօր իմ աշխատանքն է։ Օրական 8 ժամ եմ այդ աշխատանքին հատկացնում, քանի որ այն բարդ սպորտ է, ֆիզիկական լավ պատրաստություն է պահանջում, ամեն օր ժամանակ եմ տրամադրում իմ տեխնիկայի զարգացմանը, մարզվելուն։ Նաև կազմակերպչական հարցերով եմ զբաղվում։ Տարբեր լոգիստիկ խնդիրներ եմ լուծում թիմիս անդամների հետ միասին, մրցաշարերի հայտեր, ավիատոմսեր եւ հյուրանոցի ամրագրում։ Այժմ ժամանակիս մի մասը հատկացնում եմ Հայաստանում գոլֆի զարգացման հետ կապված խնդիրների լուծմանը։ Ու գուցե ապագայում դա իմ առանձին երկրորդ աշխատանքը դառնա։ Փորձում եմ ինտեգրվել հայաստանյան կյանքին։ Պատիվ եմ ունեցել հանդիպելու գնդապետ Հովսեփ Հովսեփյանի հետ, ով ինձ շատ է օգնել Հայաստանի հասարակական կյանքում ինտեգրվելու հարցում։ Ուզում եմ օգտակար լինել իմ երկրին։ Երբ Հայաստանում էի, այցելեցի Էջմիածնի բարձունք 5165 ֆրանսահայկական մարդասիրական ասոցիացիա, որի տնօրենը իմ կնքամայր Լուսինե Մելիքյանն է։ Շատ զգացված էի տեսնելով, թե ինչպես են այնտեղ հոգ տանում կարիքավոր հայ երեխաների համար, նրանց բուժօգնություն տրամադրում։ Նման պահերին մարմնիս մեջ ազդակ եմ զգում։ Այն ինձ հուշում է, որ պետք է ես էլ փորձեմ օգնել հայրենակիցներիս։ 24 թվականին դուք կարծեմ, կայացրեցիք որոշումը Հայաստանի քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու։ Հեշտ տրվեց այդ որոշումը եւ չկար այստեղ անկալում այ Ֆրանսիայում, որ դուք դավաճանում եք Ֆրանսիային եւ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալով։ You know, I was thinking about all. Փոքր տարիքից սկսած շատ եմ հետաքրքրվել Հայաստանով եւ Հայաստանի պատմությամբ։ Միշտ երազել եմ Հայաստանը ներկայացնել գոլֆի համաշխարհային մրցաշարերում։ Շատ ուրախ եմ, որ այժմ երազանքս կյանքի կոչելու հնարավորություն ունեմ։ Դրա հետ մեկտեղ ես շարունակում եմ ապրել Ֆրանսիայում ու շատ եմ սիրում այս գեղեցիկ երկիրը։ Չնայած որ կիսով չափ հայ եմ եւ կիսով չափ ֆրանսիացի, սպորտի մեջ ես 100%-ով հայ եմ։ Հայաստանում գոլֆի ասոցիացիա կա, հավանաբար տեղյակ եք ինչպես է ձևավորվում Հայաստանում գոլֆային կյանքը եւ ինչ հեռանկար ունի։ Yes, I heard something about the. Այո, գիտեմ, որ Հայաստանում գոլֆի ասոցիացիա կա, բայց ինքս դեռ կապ չեմ հաստատել դրա ներկայացուցիչների հետ։ Իմ նպատակը հայրենիքում գոլֆի ոլորտը զարգացնելն է։ Սպորտ սիրող հայ երեխաների դեմքերին ժպիտ բերելու համար պատրաստ եմ ջանքեր գործադրել։ Առայժմ գոլֆը մեծ տարածում չունի Հայաստանում։ Կուզեի, որ այն ավելի շատ սիրվեր մարդկանց կողմից։ Կարծում եմ կկարողանամ դրան նպաստել։ Ժան, ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք Հայաստանը ներկայացնել գալիք օլիմպիական խաղերին եւ ինձ մնում է պարզապես մաղթել, որ ինձ ավելի շուտ մաղթել, որ ես կարողանամ ձեզ տեսնել պատվանդամի բարձրագույն աստիճանին։ Թույլ տվեք մենք վայելենք այդ հաճույքը, ձեզ դա եմ մաղթում, շնորհակալ եմ։ Ժան, մի ավանդական նվեր ունեմ, Մանուկյան ընկերությունը այս անամոր կոչվող գինին արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Նրանցից մեկը դուք եք եւ ձեր հաջորդ հաղթանակը այս գինով նշեք։